Իսկ ինչ, եթե Նոյի տապանը Արարատի վրա ոչ թե պատմության ավարտն էր, այլ միայն սկիզբը, մի սկիզբ, որի իրական իմաստը թաքցված է բոլորից։ Պատկերացեք, հազարամյակներ անց, երբ թվում էր, թե Աստծո ուխտը մոռացվել է, մեկ այլ հայ սուրբ տեսիլք է տեսնում, ոչ թե ծիացան, այլ տառեր, գրված երկնային ձեռքով։ Այդ գրերը պետք է դառնան նոր տապան, փրկելու մի ամբողջ ազգի հոգին մոռացության ջրհեղեղից, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ գին պետք է վճարվեր դրա համար։ Սա անհավանական է։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես են Նոյի, Գրիգոր Լուսավորչի եւ Մեսրոպ Մաշտոցի պատմությունները միահյուսված մեկ ընդհանուր Գավթնի առաքելության մեջ։ Բայց ամենակարևորը, մենք կհասկանանք, թե ինչու է էջմիածնում պահվող տապանի փայտի այդ փոքրիկ կտորը պարունակում բանալին, որը կարող է փոխել ձեր պատկերացումը հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Սա ավելին է, քան պատմություն, սա մեր ծածկագիրն է։ Պատրաստվեք լսելու այն, ինչի մասին լռում են պատմության դասագրքերը, եւ պատրաստ եղեք ցնցվելու։ Բաժանորդագրվեք հիմա եւ մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Տեսնենք, թե որքան ենք մենք ուխտի ժողովուրդը։ Էջմիածնի մայր տաճարի հաստ հնամենի պատերի ներսում օդը թանձր էր դարերի աղոթքներից, խնքի սուրթ բույրից եւ մարող մոմերի հազիվ լսելի խշխշոցից։ Արևի վերջին մորմոքոտ շողերը ներս սողոսկելով բարձր նեղլիկ պատուհաններից, որոնք ավելի շուտ հոգևոր հզորության խորհրդանիշներ էին, քան լույսի աղբյուր, ոսկեգույն փոշու պարող սյուներ էին կահել օդում։ Այդ լույսի սերերի տակ փայլում էին քարե հատակի հազարամյա ոտնահարված սալերը, որոնցից յուրաքանչյուրը կարծես թե իր մեջ պահում էր մի սերնդի ծնկաչոք աղոթքի պատմությունը։ Լռությունը այստեղ պարզապես ձայնի բացակայություն չէր, այն կենդանի էր, խորը, գրեթե շոշափելի, մի սրբազան լռություն, որը թվում էր, թե պահպանում է Աստծու հետ կնքված հինավուրց ուխտի արձագանքը։ Այստեղ հայ առաքելական եկեղեցու բաբախող սրտում ժամանակը կարծես կանգ էր առել, կամ գուցե հոսում էր այլ, երկնային օրենքներով։ Տեր Հովհաննես վարդապետը 45 տարեկան մի այր, որի հայացքում միախառնվել էին հնագույն մագաղացների իմաստությունն ու իր հոտի համար կրած անսպառ հոգսը, անշարժ կանգնած էր խորանի առաջ։ Նրա աչքերը փակ էին, բայց նրա ամբողջ էությունը կենտրոնացած էր այն սրբության վրա, որը նա պահում էր իր ձեռքերում։ Թավշե, մուգ կարմիր բարձիկի վրա, որը կարծես թե պատրաստվել էր հրեշտակների ձեռքով, հանգչում էր եկեղեցու ամենասուրբ մասունքներից մեկը, Նոյան տապանից փրկված փայտի մի փոքրիկ անկանոն կտոր։ Այն մուգ էր, գրեթե սևացած անհաշվելի դարերից։ Մակերեսը ճաքճքված ու փոքր-ինչ քայքայված, բայց թվում էր, թե դեռևս իր մեջ պահում է նախաջրհեղեղյան աշխարհի արևի ջերմությունը եւ մեծ ջրերի աղի դառը համը։ Այս փայտի կտորը ոչ թե պարզապես մասունք էր, այլ կամուրջ ժամանակի եւ հավատքի միջև։ Նրա կողքին, գլուխը խոնարհած, կանգնած էր երիտասարդ սարքավակ Աշոտը։ Նրա 22 տարեկան դեմքը, որը սովորաբար լուսավորվում էր հավատքի անկեղծ բոցով, այժմ մռայլված էր։ Նրա հոգում փոթորիկ էր։ Վերջին շաբաթներին աշխարհի աղմուկը, համացանցից հորթող անարդարության ու չարության տեսարանները, մարդկային դաժանության անվերջանալի վկայությունները ներս էին խուժել նրա հոգու խաղաղ վանքը, թողնելով միայն կասկածի սառը դառը մոխիր։ Նա նայում էր սուրբ մասունքին, բայց տեսնում էր ոչ թե փրկության խորհրդանիշ, այլ մի հարց, որը խայթում էր իր սիրտը. Ինչու՞։ Հայր Սուրբ։ Աշոտի ձայնը հազիվ լսելի շշուկ էր, որը այնուամենայնիվ կտրեց տաճարի հանդիսավոր լռությունը։ Ինչպես կարող ենք հավատալ Աստծո ուխտին, երբ աշխարհը կրկին խեղդվում է մեղքի մեջ։ Որտեղ է այն ծիածանը, որը խոստացվել էր Նոյին։ Ես այն չեմ տեսնում։ Ես տեսնում եմ միայն նոր ջրհեղեղ, ատելության, պատերազմների եւ անտարբերության ջրհեղեղ, որը կուլ է տալիս ամեն ինչ։ Տեր Հովհաննեսը չշտապեց պատասխանել։ Նա չբացեց աչքերը, չշարժվեց։ Նա պարզապես շնչեց խորը, ներս քաշելով խնքի բույրը, կարծես թե փորձելով այդ շնչի հետ ներս քաշել նաև իր նախնիների հավատքի զորությունը։ Նրա մտքում, ինչպես հին մագաղաթի էջեր, բացվեցին պատկերներ հազարամյակների խորքից։ Նա տեսնում էր ոչ թե մեկ մարդու, այլ մի ամբողջ ժողովրդի հավատքի աներեր պատմությունը, անքակտելիորեն կապված այս փոքրիկ սրբազան փայտի հետ։ Նա տեսնում էր Նոյ նահապետին, միայնակ, բայց անսասան, կանգնած ապականված աշխարհի դիմաց։ Նրա ձեռքերում մուրճն էր, իսկ սրտում Աստծո խոսքը։ Հետո պատկերը փոխվեց։ Նա տեսնում էր Գրիգոր Լուսավորչին,
13 տարի խոր վիրապի խավարում, ում հավատքը դարձավ այն լույսը, որը Հայաստանը դարձրեց նոր տապան, փրկելով այն հեթանոսության ջրհեղեղից։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը, պատկերները սկսեցին ավելի արագ փոխվել։ Ահա Մեսրոպ Մաշտոցը ծնկաչոք աղոթքի մեջ, ով Աստծո խոսքը փրկեց մոռացության ջրհեղեղից, ստեղծելով հայոց գրերը, հոգու տապանը։ Եվ ահա Ներսես Շնորհալին, ում շարականները դարձան հավերժական ծիաձան, հյուսված հայ ժողովրդի հոգու մեջ, մի ծիաձան, որը տեսանելի է ոչ թե աչքերով, այլ սրտով։ Սրանք պարզապես անուններ չէին պատմության գրքից, ոչ, սրանք հավատքի այն կենդանի սյուններն էին, որոնց վրա դարեր շարունակ կանգնած էր հայոց աշխարհը, փոթորիկների ու փորձությունների դեմ։ Վերջապես վարդապետը բացեց աչքերը, նրա հայացքը մեղմ էր, բայց թափանցող։ Աշոտ, որդյակ իմ, վերջապես խոսեց նա, և նրա ձայնը հնչեց տաճարի լռության մեջ որպես հնադարյան զանգի ղողանջ, որը գալիս է ոչ թե մետաղից, այլ հոգու խորքից։ Ծիաձանը տեսնելու համար պետք է նախ հասկանալ ջրհեղեղի իսկական խորությունը։ Դու փնտրում ես այն երկնքում, ամպերի մեջ, բայց մեր ժողովրդի համար այդ ուխտը փորագրված է քարի մեջ, գրված է մագաղաթի վրա և ապրում է մեր սրտերում։ Այն մեր խաչքարերի մեջ է, որոնք մենք երգում ենք նույնիսկ ամենամեծ վշտի պահին։ Նա մի պահ լռեց, թույլ տալով, որ իր խոսքերը ներծծվեն երիտասարդի հոգու մեջ։ Արի, ես քեզ կպատմեմ մի պատմություն, ոչ թե պարզապես մի պատմություն, որը գրված է Սուրբ գրքում, այլ կենդանի վկայություն, ոչ թե մեկ մարդու, այլ մի ամբողջ ազգի և նրա Աստծո հետ կնքած հավերժական ուխտի մասին։ Պատմություն, որ սկիզբ է առել Արարատի Սուրբ Գագաթին և շարունակվում է մինչև այսօր, հենց այս տաճարի պատերի ներսում, հենց այս Սուրբ Մասունքի միջոցով։ Տեր Հովհաննեսը իր ազատ ձեռքը դրեց երիտասարդ Սարգսավագի ուսին, նրա հպումը հաստատուն էր և հայրական։ Աշոտը բարձրացրեց գլուխը, և նրա արցունքոտ աչքերը հանդիպեցին վարդապետի իմաստուն հայացքին։ Եվ այդ պահին պատմությունը սկսվեց։ Ոչ թե որպես հիշողություն, այլ որպես կենդանի, շնչող իրականություն, որը պտտվում էր տապանի այդ փոքրիկ, սևացած կտորի շուրջ, բացելով իր գաղտնիքները նրանց համար, ովքեր պատրաստ էին լսել։ Այն, ինչ Աշոտը պիտի լսեր, պիտի ընդմիշտ փոխեր նրա պատկերացումը հավատքի, Հայաստանի և այն անտեսանելի թելերի մասին, որոնք կապում են Արարատի գագաթը Էջմիածնի խորանին։ Տեր Հովհաննեսի ձայնը սահուն կերպով երիտասարդ Սարգսավագին տարավ ժամանակի միջով, դեպի մի աշխարհ, որը վաղուց կորել էր պատմության անհուն ջրերի տակ, բայց որի արձագանքը դեռևս հնչում էր յուրաքանչյուր քարոզի մեջ։ Մի աշխարհ, որը գեղեցիկ էր իր արարչության մեջ, բայց մահացու հիվանդ իր բարոյական անկումով։ Այդ ձայնը կարծես թե ոչ թե մարդու շուրթերից էր գալիս, այլ հենց տաճարի քարերից, որոնք դարեր շարունակ լսել էին այս պատմությունը։ Պատկերացրու, Աշոտ, սկսեց նա, և նրա ձայնը կարծես թե դարձավ ավելի խորն ու հնչեղ, լցնելով տաճարի ողջ տարածությունը։ Մի ժամանակ, երբ երկիրը դեռ երիտասարդ էր, իսկ մարդկանց հիշողության մեջ դեռ թարմ էր դրախտի կորսված պատկերը, սակայն նրանց սրտերը լցվել էին խավարով, որը ավելի խիտ էր, քան խոր վիրապի գիշերը։ Մարդը, որ ստեղծվել էր Աստծո պատկերով և նմանությամբ, իր իսկ ձեռքերով խեղաթյուրել էր այդ սուրբ պատկերը, վերածելով այն սեփական ցանկությունների ծաղրանկարի։ Ամենուրեք թագավորում էին բռնությունը, անբարոյականությունը և մի անպարտավանություն, որը համարձակվում էր մարտահարավեր հենց երկնքին։ Մարդիկ մոռացել էին իրենց արարչին։ Նրանք կառուցում էին հսկայական քաղաքներ, որոնց աշտարակները ծակում էին ամպերը, բայց նրանց հոգիները դատարկ էին ու ամայի, ինչպես անապատը փոթորքից հետո։ Այդ խելագարված աշխարհում, որտեղ արդարությունը դարձել էր ծաղրի առարկա, ապրում էր մի մարդ։ Նրա անունը Նոյ էր։ Նա արդար էր, կատարյալ իր սերնդի մեջ և Աստծո հետ էր քայլում։ Ինչպիսին էր լինել միակ արդարը մի ամբողջ աշխարհում, որը խելագարվել էր մեղքից։ Դա նշանակում էր ամեն օր լսել ծաղր ու հեգնանք, երբ դու ծնկի ես գալիս աղոթքի։ Դա նշանակում էր տեսնել, թե ինչպես են հարևանները զոհեր մատուցում անշունչ կուռքերին, մինչդեռ դու խոսում ես անտեսանելիի հետ։ Դա նշանակում էր լինել անհասկանալի, օտար, միայնակ միլիոնների մեջ։ Եվ ահա, այդ տիեզերական միայնության մեջ Նոյը լսեց Աստծո ձայնը։ Դա սարսափելի խոսք էր, խոսք դատաստանի մասին։ Ես ջրհեղեղ եմ բերելու երկրի վրա, որպեսզի կործանեմ ամեն մարմին, ամեն ինչ, ինչ երկրի վրա է, պիտի մեռնի։
Կարող ես պատկերացնել այդ պահի սարսափը, Աշոտ։ Ոչ թե պարզապես փոթորիկ, այլ ամբողջ աշխարհի վերջը։ Բայց հետո, հենց այդ սարսափի սրտում հնչեց հույսի խոսքը. «Բայց քեզ հետ իմ ուխտը կհաստատեմ»։ Ահա այն, առաջին անգամ մարդկության պատմության մեջ հնչում է ուխտ բառը։ Դատաստանի սրտում Աստված խոսում է փրկության մասին։ Նա Նոյին հրամայում է կառուցել մի անհավանական կառույց՝ տապան, ոչ թե նավ, ծովերով նավարկելու համար, այլ լողացող տուն-ամրոց, կյանքը պահպանելու համար։ 120 տարի, շարունակեց Տեր Հովհաննեսը, և նրա ձայնում հիացմունք կար, որը խառնվում էր ակնածանքի հետ։ 120 տարի Նոյը կառուցում էր տապանը։ Պատկերացրու, ամեն օր նրա որդիների հետ նրանք կտրում էին գոֆեր փայտի հսկայական գերանները, ձյութում էին փայտը, մինչդեռ շուրջ բոլորը մարդիկ ծիծաղում էին նրանց վրա։ «Տես ծերունուն», ասում էին նրանք, մատնացույց անելով, «նավ է սարքում լեռան վրա, որտեղ ծով չկա»։ Նրանք խնջույքներ էին անում, ամուսնանում, տներ կառուցում, չիմանալով, որ իրենց օրերը հաշված են։ Այս տեսարանը, այս հոգևոր պայքարի առաջին նշանները ոչ միայն Նոյի պատմությունն է, դա նաև մեր պատմությունն է, Աշոտ։ Ուշադիր լսիր։ Դարեր անց, երբ մեր Գրիգոր Լուսավորիչը իջավ խոր վիրապի գբից, նա էլ հայտնվեց մի աշխարհում, որը խեղդվում էր հեթանոսության մեղքի մեջ։ Նա էլ միայնակ էր, և նրա քարոզը շատերին թվում էր խելագարություն։ Նրանք էլ ծաղրում էին նրան, երբ նա խոսում էր միակ Աստծո մասին, մի երկրում, որտեղ հազարավոր կուռքեր կային, Վահագնից մինչև Անահիտ։ Նոյը կառուցում էր փայտե տապան, մարմինը փրկելու համար։ Լուսավորիչը կառուցում էր հավատքի տապան, հոգիները փրկելու համար։ Երկուսն էլ հնազանդվեցին Աստծո կանչին, ընդդեմ ողջ աշխարհի։ Եվ երկուսի համար էլ մոտենում էր փոթորիկը։ Մեկի համար ջրի, մյուսի համար հալածանքի, բայց դա միայն սկիզբն էր։ Վարդապետի խոսքերը Աշոտի համար բացեցին ոչ միայն պատմության էջերը, այլև նրա սեփական հոգու դռները։ Նա հիշեց, թե ինչպես էր ինքը, Տեր Հովհաննեսը, հասել այս հոգևոր բարձունքին։ Նա ծնվել էր Գյումրիում, երկրաշարժից տարիներ անց, մի ընտանիքում, որտեղ հավատքը ավելի շատ ավանդույթ էր, քան կենցանի զգացում, բայց երիտասարդ Հովհաննեսի սրտում միշտ կար մի անհանգիստ որոնում։ Նա ժամերով կարող էր նստել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու փլատակների մոտ, փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է Աստված թույլ տալ նման աղետ։ Հենց այդ ավերակների մեջ նա գտավ իր կոչումը։ Նա որոշեց դառնալ քահանա ոչ թե հանուն պաշտոնի, այլ հանուն պատասխանների։ Նա սովորեց Գևորգյան ճեմարանում, որտեղ նրա ուսուցիչը դարձավ Տեր Գրիգոր Ավագ քահանան, մի իմաստուն և խստապահանջ այր, ով նրա մեջ սերմանեց ոչ թե կույր հավատք, այլ հավատք, որը հիմնված է գիտելիքի և հոգևոր փորձառության վրա։ Հիշիր, Հովհաննես, ասում էր նա, հայ եկեղեցին ոչ թե թանգարան է, որտեղ պահվում են հին իրեր, այլ նավ է, որը նավարկում է պատմության փոթորկոտ ծովում, և մեր խնդիրն է այն հասցնել խաղաղ նավահանգիստ։ Հենց Տեր Գրիգորի շնորհիվ Հովհաննեսը սկսեց խորապես ուսումնասիրել եկեղեցու հայրերի ժառանգությունը, Նարեկացուց մինչև Տաթևացի։ Նա հասկացավ, որ հայ եկեղեցու ուժը ոչ թե նրա ճարտարապետության կամ հարստության մեջ է, այլ նրա աստվածաբանական մտքի խորության և նրա սրբերի աղոթքների մեջ։ Այս ամենը Աշոտը տեսնում էր իր հոգևոր հոր մեջ։ Նա տեսնում էր մի մարդու, ով իր կյանքը դարձրել էր ծառայություն, և հիմա այդ մարդը փորձում էր իրեն փոխանցել այն իմաստությունը, որը կուտակվել էր դարերի ընթացքում։ Բայց Աշոտի սրտում սկսել էր բուն դնել մի նոր, սարսափելի կասկած։ Եթե այս ամենը այդքան պարզ է, եթե մեր հավատքը այդքան ամուր է, ապա ինչու է իր սերունդը այդքան հեռու եկեղեցուց։ Ինչու են երիտասարդները իրենց հարցերի պատասխանները փնտրում համացանցի մակերեսային աղբյուրներում, այլ ոչ թե հոգևոր հայրերի խորհուրդներում։ Սա էր հակամարտության առաջին հազիվ նշմարելի նշանը։ Դա ոչ թե արտաքին թշնամու դեմ պայքար էր, այլ ներքին ճգնաժամ։ Ճգնաժամ, որը սպառնում էր խզել սերունդների միջև կապը և անջրպետ ստեղծել հնի ու նորի միջև։ Աշոտը զգում էր, որ իր առջև ծառացած հարցը ոչ թե պարզապես իր անձնական կասկածն է, այլ մի ամբողջ սերնդի ճիչը, և նա վախենում էր, որ Տեր Հովհաննեսի իմաստուն, բայց հին պատմությունները կարող են բավարար չլինել այդ ճիչին պատասխանելու համար։ Նա սիրում էր իր հոգևոր հորը, բայց նրա մեջ աճում էր մի զգացում, որ ինչ-որ բան էն չէ, ինչ-որ կարևոր բան բաց է թողնված։ Եվ նա չէր էլ կարող պատկերացնել, թե որքան ճիշտ էր։ Հակամարտությունը պարզապես ծաղր ու հեգնանք չէր, դա շատ ավելի խորն էր։ Դա երկու աշխարհայացքների, երկու իրականությունների անողոք բախում էր։
Մի կողմից մարդկային ամբարտավանությունը, որը հավատում էր միայն տեսանելիին, շոշափելիին, նյութականին, այն ամենին, ինչը կարելի էր չափել ու կշռել։ Մյուս կողմից Նոյի անսասան, գրեթե խենթ թվացող հավատքը անտեսանելի Աստծո խոստմանը, մի խոստման, որը հակասում էր բնության բոլոր օրենքներին։ Այս բախումը տեղի էր ունենում ոչ թե ճակատամարտի դաշտում, այլ մարդկանց հոգիներում։ Ինչպես կարող էր Նոյը շարունակել։ Տեր Հովհաննեսը հարցը տվեց ոչ թե Աշոտին, այլ ինքն իրեն, տաճարի լռությանը, պատմությանը։ Նա նայեց ուղիղ Աշոտի աչքերին, և երիտասարդ սարկավակը զգաց, որ այս հարցը վերաբերում է նաև իրեն։ Ամեն մի մուրճի հարվածի հետ նա հաստատում էր իր հավատքը։ Ամեն մի տախտակ, որ նա ամրացնում էր տապանին, աղոթք էր, ուղղված երկնքին, մի համեր ահաղակ, ընդդեմ աշխարհի խելագարությանը։ Նրա ընտանիքը նրա միակ համայնքն էր, նրա միակ եկեղեցին։ Նրանք միասին էին դիմակայում աշխարհի ճնշմանը, մի բուռ մարդիկ ընդդեմ մի ողջ մարդկության։ Երբ տապանը վերջապես պատրաստ էր, մի հսկայական, անճոռնի կառույց չոր հողի վրա, Աստված տվեց հաջորդ, էլ ավելի անհավանական հրամանը. մտիր տապանը դու և քո ամբողջ ընտանիքը և երկրի բոլոր անասուններից, թռչուններից ու սողուններից զույգ-զույգ վերցրու քեզ հետ։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը, կենդանիները սկսեցին գալ, ոչ թե քշված, ոչ թե բռնությամբ, այլ կամավոր, երկու, առյուծն ու գառը, գայլն ու արջը, փիղն ու մրջյունը։ Նրանք գալիս էին աշխարհի 4 կողմից, անապատներից ու ջունգլիներից, լեռներից ու դաշտերից, առաջնորդվելով միայն աստվածային անտեսանելի բնազդով։ Այն մարդիկ, որոնք 120 տարի ծիծաղում էին Նոյի վրա, այժմ սարսափով, քարացած նայում էին այս տեսարանին։ Ինչ-որ բան սխալ էր, շատ սխալ։ Բնության օրենքները խախտվել էին, աշխարհը գլխիվայր շուռ էր եկել։ Բայց նույնիսկ այս ցնցող հրաշքը չստիպեց նրանց ապաշխարել։ Նրանց սրտերը քարացել էին վերջնականապես։ Նոյը և նրա ընտանիքը մտան տապան, և Աստված ինքը իր անտեսանելի ձեռքով փակեց դուռը նրանց հետևից։ Դրսում մնաց մի ամբողջ աշխարհ, դատապարտված։ Այս պատկերը, այս սարսափելի և միևնույն ժամանակ հրաշալի պատկերը կրկնվեց մեր պատմության մեջ, Աշոտ, շարունակեց վարդապետը, և նրա ձայնը ձեռք բերեց մարգարեական երանգ։ Երբ Գրիգոր Լուսավորիչը սկսեց իր քարոզը, նա էլ փորձեց հավաքել իր հոտը Հայաստանի նոր տապանի մեջ, որը Քրիստոսի եկեղեցին էր։ Սկզբում նրան ոչ ոք չէր լսում, Տրդատ թագավորը կուրացած իր հեթանոսական հավատքով, իր հզորությամբ ու ամբարտավանությամբ նրան նետեց խոր վիրապի գուբը։ 13 տարի, պատկերացնում ես, 13 տարի խավարի, միայնության և օձերի մեջ։ Դա Գրիգովի տապանն էր, մի փոքրիկ խոնավ փոս, որտեղ նա պահպանում էր իր հավատքի կայծը, մինչդեռ դրսում Հայաստանը շարունակում էր իր խելահեղ պարը կուռքերի շուրջ։ Վահագնի և Անահիտի տաճարներում զոհեր էին մատուցվում, մինչդեռ ճշմարիտ Աստծո ծառան տառապում էր հողի տակ։ Աշոտի հոգում հակամարտությունը խորանում էր, նա լսում էր վարդապետի խոսքերը, բայց նրա միտքը այլ տեղ էր, նա մտածում էր ոչ թե հին աշխարհի, այլ ներկայի մասին, նրա սերնդի մասին, այն երիտասարդների, ովքեր նույնպես ապրում էին իրենց սեփական ջրհեղեղի մեջ, տեղեկատվական աղմուկի, կեղծ արժեքների և հոգևոր դատարկության։ Նրանք էլ ունեին իրենց կուռքերը, սոցիալական ցանցերի ղայքերը, նյութական հաջողությունը, անվերջ զվարճանքները։ Եվ եկեղեցին իր հնամենի ծեսերով ու անհասկանալի լեզվով նրանց թվում էր նույնքան անհեթեթ, որքան Նոյի տապանը իր ժամանակակիցներին։ Այս միտքը այնքան ուժգին էր, որ Աշոտը չկարողացավ լռել։ Հայր Սուրբ, ընդհատեց նա։ Եվ նրա ձայնում հնչում էր ոչ թե անհարգալիցություն, այլ անկեղծ ցավ։ Բայց ինչպես հասցնենք այս պատմությունը նրանց։ Ինչպես ես բացատրենք, որ մեր եկեղեցին է նրանց տապանը, երբ նրանք մեզ համարում են անցյալի մասունք։ Մենք խոսում ենք Նոյի մասին, իսկ նրանք լսում են հեքիաթ։ Մենք խոսում ենք ուխտի մասին, իսկ նրանք տեսնում են սահմանափակումներ։ Սա բացահայտ մարտահրավեր էր։ Ավանդույթի և արդիականության բախումը հենց այդ պահին, հենց այդ խորանի առաջ դարձավ շոշափելի։ Տեր Հովհաննեսը մի պահ լռեց։ Նրա դեմքին զարմանքի և միևնույն ժամանակ հասկացողության արտահայտություն հայտնվեց։ Նա հասկացավ, որ երիտասարդ սարկավագի հարցը ոչ թե կասկածի, այլ հոգսի արդյունք է։ Նա փորձեց պատասխանել ավանդական, հայկական ձևով, ավագի իմաստությամբ։ Աշոտ, մեր խնդիրը ոչ թե բացատրելն է, այլ վկայելը, մեր կյանքով, մեր աղոթքով։
Ինչպես Նոյն էր վկայում իր մուրճի հարվածներով, այնպես էլ մենք պետք է վկայենք մեր ծառայությամբ։ Ժամանակի ընթացքում նրանք կհասկանան, բայց նա չհասցրեց ավարտել։ Տաճարի ծանր կաղնե դուռը ճռալով բացվեց, եւ ներս մտավ Տեր Մեսրոպը, մայր Աթոռի լուսարարապետը։ Նա տարիքով մարդ էր, բայց քայլում էր արագ ու վճռական։ Նրա դեմքը մտահոգ էր, իսկ ձեռքում մի թղթապանակ էր սեղմել։ Հովանես, նրա ձայնը խուլ հնչեց տաճարի կամարների տակ։ Վեհափարը կանչում է քեզ, շտապ, խնդիր կա։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Տեր Հովանեսի դեմքից անհետացավ հանգիստ իմաստությունը։ Նա գիտեր, որ Տեր Մեսրոպը երբեք չէր խանգարի իրենց զրույցը, եթե պատճառը չափազանց լուրջ չլիներ։ Նա զգուշորեն դրեց մասունքը խորանի վրա, խաչակնքեց եւ արագ քայլերով շարժվեց դեպի դուռը, Աշոտին թողնելով մենակ իր մտքերի եւ տաճարի խորհրդավոր լռության հետ։ Լարվածությունը օդում կարծես թանձրացավ։ Աշոտը զգաց, որ իր տված հարցը եւ Տեր Մեսրոպի հանգարցակի այցը ինչ-որ կերպ կապված են։ Նա չգիտեր, թե ինչպես, բայց նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ հենց այդ պահին իրենց հոգևոր համայնքի դեմ սկսվել էր մի փոթորիկ, որի համեմատ Նոյի ջրհեղեղը կարող էր թվալ պարզապես ամառային անձրև։ Եվ այդ փոթորքի կենտրոնում հենց ինքն էր, երիտասարդ, կասկածող սարկավագ Աշոտը։ Եվ սկսվեց անձրևը։ Տեր Հովանեսի ձայնը դարձավ խորհրդավոր, գրեթե անլսելի շշուկ, որը կարծես թե գալիս էր ոչ թե իրենից, այլ հենց ջրհեղեղի հիշողությունից։ 40 օր ու 40 գիշեր։ Դա սովորական անձրև չէր, Աշոտ։ Դա երկնքի արցունքներն էին, լվանալու համար երկրի մեղքերը, մի անողոք մաքրագործում, որը պետք է արմատախիլ աներ չարիքը։ Ջուրը բարձրանում էր անդադար, անխնա, այն ծածկեց դաշտերը, հետո բլուրները եւ վերջապես ամենաբարձր լեռները։ Ամեն ինչ, ինչ շունչ ուներ իր ռունգերի մեջ, մեռավ։ Աշխարհը վերածվեց մի հսկայական, լուռ օվկիանոսի, որի մակերեսին լողում էր միայն տապանը, որպես մարդկության փխրուն հույսի միակ վկան։ Տապանի ներսում խավար էր ու տատանում։ Պատկերացրու այդ ձայները, կենդանիների անհանգիստ մռնչյունը, փայտե պատերի անդադար ճռոցը եւ դրսից եկող մահվան ճիչերի խուլ արձագանքը, որոնք շուտով խեղդվեցին ջրի մոլեգնության մեջ։ Ինչ էր զգում Նոյը։ Նա փրկված էր, բայց ինչ գնով։ Մի ամբողջ աշխարհ կործանվել էր։ Նրա հարազատները, հարևանները, բոլորը, ում նա ճանաչում էր, այլևս չկային։ Սա հավատքի ամենամեծ, ամենասարսափելի փորձությունն էր։ Արդյոք Աստված իսկապես ողորմած է, երբ նման դատաստան է թույլ տալիս։ Այստեղ վտանգված էր ոչ թե պարզապես մարդկության ֆիզիկական գոյությունը, այլ Աստծո բարության գաղափարը։ Եկեղեցու, այսինքն Նոյի ընտանիքի պատիվը, կախված էր մազից։ Ինչ կասեն հավատացյալները գործոնը, վերածվել էր սարսափելի հարցի։ Ինչ կմտածեն ապագա սերունդները այս Աստծո մասին։ Այս հարցը ավելի ծանր էր, քան ջրհեղեղի բոլոր ջրերը միասին վերցրած։ Նույն բարդացումը, նույն հոգևոր փոթորիկը տեղի ունեցավ նաև Հայաստանում։ Երբ Տրդատը խոզակերպ դարձավ, երկիրը քաոսի մեջ հայտնվեց։ Թագավորը, որը պետք է լիներ ժողովրդի պաշտպանն ու հպարտությունը, դարձել էր անեծքի եւ խայտառակության խորհրդանիշ։ Նախարարները շփոթված էին, զորքը անգլուխ, ժողովուրդը վախեցած։ Եկեղեցու հեղինակությունը, որը դեռ նոր էր ծնվում Գրիգորի անձի մեջ, վտանգված էր։ Մարդիկ չէին հասկանում, նրանք շշնջում էին. եթե քրիստոնյաների Աստված այդքան հզոր է, ինչու է նա իրենց թագավորին գազանի վերածել։ Սա ինչ թե սա կաստվածությունը, որը պատժում է, այլ ոչ թե բժշկում։ Հեթանոս քրմերի ճնշումը մեծացավ։ Նրանք սա համարում էին իրենց աստվածների վրեժը։ Նրանք պահանջում էին գտնել եւ սպանել Գրիգորին, ում համարում էին բոլոր դժբախտությունների պատճառը։ Ամբողջ ազգի ճակատագիրը կախված էր մազից։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Այն, ինչ Տեր Հովհաննեսը տեսավ վեհափառի սենյակում, ստիպեց նրա արյունը սառչել երակներում։ Սեղանին դրված էր պլանշետ, իսկ էկրանին մի տեսանյութ էր, որը արդեն հազարավոր դիտումներ էր հավաքել։ Տեսանյութում մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկը բլոգեր էր, գաղտնի մտել էին Մայլ տաճարի պահոցներից մեկը եւ նկարահանել էին այնտեղ պահվող մասունքները։ Բայց դա ամենը չէր։ Նրանք ծաղրում էին, կատակներ անում, կասկածի տակ դնում մասունքների իսկությունը։ Եվ ամենասարսափելին, նրանցից մեկը, ծիծաղելով, մի պահ վերցրել էր հենց այն սուրբ մասունքը, Նոյան տապանի փայտի կտորը, եւ ձևացրել, թե դրանով գինի է խմում։
Ինչ կասեն հավատացյալները։ Այս հարցը այլևս տեսական չէր, այն պայթել էր համացանցում հազարավոր զայրացած, վիրավորված մեկնաբանությունների տեսքով։ Եկեղեցու պատիվը ոտնահարված էր։ Ոմանք պահանջում էին պատժել երիտասարդներին, մյուսները մեղադրում էին հենց եկեղեցուն, անփութության և սրբությունները չպահպանելու համար։ Ավագ սերնդի հոգևորականները, Տեր Գրիգորը, Տեր Մեսրոպը պահանջում էին խիստ միջոցներ ձեռնարկել, պահպանելու եկեղեցու հեղինակությունը։ Մենք պետք է դատապարտենք նրանց, հրապարակայնոմին, ասում էր Տեր Գրիգորը, նրա դեմքը կարմրել էր զայրույթից։ Սա սրբապղծություն է, սա հարված է մեր հավատքի հիմքերին։ Բայց Տեր Հովհաննեսը լուռ էր, նրա մտքում ոչ թե զայրույթ էր, այլ ցավ, և մի սարսափելի գիտակցում։ Նա ճանաչեց այդ երիտասարդներից մեկին։ Դա Լևոնն էր, Աշոտի մանկության ընկերը, ում հետ Աշոտը վերջերս շատ էր շփվում։ Խնդիրը հենց նոր դարձավ անձնական և անհամեմատ ավելի բարդ։ Տեր Հովհաննեսը հասկացավ խնդրի իրական մասշտաբները։ Սա ոչ թե պարզապես մի քանի անհարգալից երիտասարդների արարք էր, սա սերունդների միջև առաջացած անդունդի դրսևորումն էր, այն նույն անդունդի, որի մասին խոսում էր Աշոտը։ Եվ հիմա այդ անդունդը սպառնում էր կուլ տալ ոչ միայն եկեղեցու հեղինակությունը, այլև հենց իր Տեր Հովհաննեսի հոգևոր զավակին Աշոտին։ Ճնշումը անտանելի էր դառնում։ Մի կողմից եկեղեցական ավանդույթները և ավագների պահանջները, մյուս կողմից իր սեփական խիղճը և Աշոտի հանդեպ ունեցած պատասխանատվությունը։ Նա զգաց, որ հայտնվել է մի իրավիճակում, որից փրկություն չկա։ Ինչ էլ նա աներ, ինչ որոշում էլ կայացներ, ինչ որ մեկը տուժելու էր, կամ եկեղեցու պատիվը, կամ Աշոտի հոգին։ Նա վերադարձավ տաճար։ Աշոտը դեռ այնտեղ էր, ծնկաչոք խորանի առաջ։ Նրա դեմքին տագնապ էր։ «Հայր Սուրբ, ինչ է պատահել», հարցրեց նա, տեսնելով վարդապետի գունատ դեմքը։ Տեր Հովհաննեսը չպատասխանեց։ Նա պարզապես նայեց նրան, և նրա հայացքում Աշոտը կարդաց մի ցավ, որն ավելի խորն էր, քան ցանկացած խոսք։ Այդ պահին նա հասկացավ, որ իր տված հարցը այլևս տեսական չէ, այն դարձել էր իրականություն, և այդ իրականությունը սպառնում էր կործանել նրանց երկուսին էլ։ Հրաշքը ոչ թե տապանի կանգ առնելն էր Աշոտ, այլ այն, թե որտեղ այն կանգ առավ։ Տեր Հովհաննեսի ձայնը հանդիսավորվեց, կարծես նա պատրաստվում էր բացահայտել տիեզերքի ամենամեծ գաղտնիքը։ Նրա հայացքը սևեռվել էր տաճարի գմբեթին, ասես այնտեղ էր տեսնում այդ հնամենի իրադարձությունը։ Աստվածաշունչն ասում է. «Եվ 7-րդ ամսին, ամսվա 17-րդ օրը, տապանը նստեց Արարատի լեռների վրա»։ Արարատ, ոչ թե պարզապես լեռ, այլ խորհրդանիշ, աշխարհի կենտրոնը, մի վայ, որտեղ երկինքը հանդիպում է երկրին։ Աստված ընտրեց հենց այդ լեռը որպես մարդկության նոր օրրան։ Երբ ջրերը սկսեցին հետ քաշվել և Նոյը բացեց տապանի պատուհանը, առաջին բանը, որ նա տեսավ, Արարատի ձյունապատ գագաթն էր, փայլելով նոր արևի տակ։ Դա նոր աշխարհի առաջին առավոտն էր։ Նոյը դուրս եկավ տապանից։ Նա շնչեց մաքուր լվացված օդը։ Եվ առաջին բանը, որ նա արեց, սեղան շինեց և զոհ մատուցեց Տիրոջը։ Ողջակիզվող զոհի անուշ բույրը բարձրացավ երկինք։ Եվ Աստված պատասխանեց։ Երկնքում հայտնվեց ծիածան։ «Սա է իմ ուխտի նշանը, որ ես դնում եմ իմ և ձեր միջև», ասաց Աստված։ Այլևս ջրհեղեղ չի լինի երկիրը կործանելու համար։ Սա էր շրջադարձային պահը, դատաստանը փոխարինվեց ողորմությամբ, անեծքը օրհնությամբ, և Արարատ լեռը դարձավ այդ հավերժական ուխտի լուռ վկան։ Հայ ժողովրդի համար սա ոչ թե ուղղակի աստվածաշնչյան տրվագ է, այլ մեր ազգային ծննդյան վկայականը։ Մեր հողը սրբագործվեց Աստծո ներկայությամբ հենց սկզբից։ Մենք դարձանք ուխտի ժողովուրդ։ Եվ հիմա տես, թե ինչպես է պատմությունը կրկնվում, բայց նոր մակարդակի վրա։ Երբ մարդիկ գնացին խոր վիրապ և հանեցին Գրիգորին, նրանք ցնցվեցին։ 13 տարի անց նա ողջ էր, սա ինքնին հրաշք էր։ Նրան բերեցին ապականված թագավորի մոտ։ Գրիգորը չանիծեց նրան, ով իրեն տանջանքների էր ենթարկել, ոչ, նա աղոթեց նրա համար։ Եվ Տրդատ թագավորը բժշկվեց, նա վերագտավ իր մարդկային կերպարանքը, բայց ամենամեծ հրաշքը դեռ առջևում էր։ Մի գիշեր Գրիգոր Լուսավորիչը տեսիլք տեսավ։ Նա տեսավ, թե ինչպես երկինքը բացվեց և լույսի մի հսկայական սյուն իջավ երկրի վրա։ Դա միածինն էր, Հիսուս Քրիստոսը, որ իջնում էր երկնքից։ Իր ձեռքի ոսկե մուրչով նա հարվածեց հեթանոսական տաճարի տեղում, ցույց տալով, թե որտեղ պետք է կառուցվի Աստծո տունը։ Էջ միածին, իջավ միածինը։ Այդ տեսիլքը Հայաստանի համար դարձավ նոր ծիածան։
Եթե Արարատի վրա Աստված ուխտ կնքեց մարդկության հետ, խոստանալով այլևս չկործանել մարմինը ջրով, ապա Էջմիածնում նա նոր ուխտ կնքեց Հայաստանի հետ, խոստանալով փրկել հոգիները իր որդու արյամբ։ Հայաստանը դարձավ նոր տապան, ապաստան բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են փրկություն։ Գրիգորը խորը հոգևոր ցնցում ապրեց։ Նա հասկացավ, որ իր առաքելությունը ոչ թե պարզապես մի ժողովրդի քրիստոնյա դարձնելն է, այլ Նոյի ուխտը շարունակել է հենց այն հողի վրա, որտեղ այդ ուխտը սկիզբ է առել։ Արարատի վրայի տապանը և Էջմիածնի մայր տաճարը դարձան նույն պատմության երկու գլուխները, մեկը փրկության խոստումը, մյուսը այդ խոստման իրականացումը Քրիստոսի մեջ։ Այս խոսքերն ասելուց հետո Տեր Հովհաննեսը լռեց։ Նա նայեց Աշոտին, ապա իր հայացքը տեղափոխեց խորանի վրա դրված պլանշետի վրա, որտեղ դեռ սառած էր սրբապիղծ տեսանյութի կադրը։ Լռությունը ծանր էր, գրեթե անտանելի, և հենց այդ լռության մեջ Տեր Հովհաննեսի մտքում տեղի ունեցավ մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Դա տեսիլք չէր, ոչ էլ ձայն երկնքից, դա մի հանկարծակի, կայծակնային գիտակցում էր։ Մի հոգևոր հայտնություն, որը միացրեց անցյալն ու ներկան մի անբաժանելի շղթայով։ Նա նայեց պլանշետի էկրանին, որտեղ Լևոնը ծաղրում էր մասունքը, ապա նայեց հենց մասունքին, որը հանգիստ դրված էր խորանի վրա, և հանկարծ նա տեսավ։ Ոչ թե աչքերով, այլ հոգով։ Նա տեսավ, որ երիտասարդների արարքը ոչ թե պարզապես սրբապղծություն էր, այլ մի սարսափելի, անգիտակցական կրկնություն։ Նրանք, ովքեր ծաղրում էին Նոյին, երբ նա կառուցում էր տապանը։ Նրանք, ովքեր ծաղրում էին Գրիգորին, երբ նա խոսում էր միակ Աստծո մասին։ Նրանք, ովքեր չէին հավատում հրաշքին, նույնիսկ երբ այն տեղի էր ունենում իրենց աչքի առաջ։ Այս երիտասարդները նրանց հոգևոր ժառանգներն էին։ Բայց հետո եկավ երկրորդ, էլ ավելի ցնցող գիտակցումը։ Եթե այս երիտասարդները անհավատների ժառանգներն են, ապա ո՞վ է Աշոտը։ Աշոտը, ով կանգնած է իր կողքին, իր հոգևոր զավակը, ով կասկածում է, ով հարցեր է տալիս, ով չի տեսնում ծիածանը։ Նա ում ժառանգն է։ Եվ պատասխանը եկավ սառը, սարսափեցնող պարզությամբ։ Աշոտը Նոյն է։ Աշոտը Գրիգորն է, նա այն մարդն է, ով կանգնած է հավատքի և անհավատության սահմանին։ Նա այն մարդն է, ում միջոցով Աստված պետք է կնքի նոր ուխտ, այս նոր, թվային ջրհեղեղի դարաշրջանում։ Նրա կասկածները ոչ թե հավատքի պակասի նշան են, այլ նոր հայտնության ծննդյան ցավեր։ Նրա հարցերը ոչ թե ըմբոստություն են, այլ աղոթք, ուղղված մի Աստծուն, ում նա դեռ լիովին չի հասկանում։ Տեր Հովհաննեսը խորը հոգևոր ցնցում ապրեց։ Նրա ամբողջ աշխարհը, նրա բոլոր պատկերացումները հավատքի, ծառայության և իր սեփական դերի մասին մեկ վայրկյանում փլուզվեցին։ Նա հասկացավ, որ ինքը սխալ էր։ Նրա խնդիրը ոչ թե Աշոտին հին ճշմարտությունները սովորեցնելն էր, այլ Աշոտի միջոցով նոր ճշմարտություն սովորելը։ Նա պետք է լիներ ոչ թե ուսուցիչ, այլ աշակերտ։ Նա նայեց Աշոտին նոր աչքերով։ Նա այլևս չէր տեսնում կասկածող սարքավագի, նա տեսնում էր ընտրյալի, ում վիճակված էր կառուցել նոր տապան, ոչ թե փայտից, այլ հասկացողությունից, երկխոսությունից և սիրուց։ Մի տապան, որը կկարողանար իր մեջ տեղավորել նաև այն երիտասարդներին, ովքեր հիմա թվում էին կորած։ Աշոտ, շշնջաց նա, և նրա ձայնը դողում էր։ Աստված ինձ հետ խոսեց, և նա խոսեց քո միջոցով։ Աշոտը ցնցված նայեց նրան։ Նա չհասկացավ, թե ինչ է կատարվում, բայց Տեր Հովհաննեսը արդեն գիտեր, թե ինչ պետք է անի։ Նրա առջև դրված անհնարին ընտրությունը, եկեղեցու պատիվը թե Աշոտի հոգին, կեղծ ընտրություն էր։ Ճշմարիտ ճանապարհը երրորդն էր։ Մի ճանապարհ, որը ոչ ոք դեռ չէր տեսնում։ Մի ճանապարհ, որը պահանջում էր աներևակայելի խիզախություն և հավատք։ Սակայն Աշոտ, հրաշքը տեսնելը դեռ չի նշանակում այն ընդունել, շարունակեց Տեր Հովհաննեսը, և նրա հայացքը մթագնեց, կարծես նրա մտքի երկնքում արևը ծածկվեց ամպով։ Նա խոսում էր հնի մասին, բայց նրա խոսքերը սուր սլաքների պես խոցում էին ներկան։ Մարդկային սիրտը համառ է, այն կարող է տեսնել Աստծո զորությունը, լսել նրա ձայնը և միևնույն է մերժել այն, նախընտրելով սեփական հպարտության խավարը։ Նոյի պատմության մեջ ջրհեղեղից հետո, երբ նրա սերունդները սկսեցին բազմանալ, նրանք չսովորեցին խոնարհության դասը,
Ընդհակառակը, նրանք հավաքվեցին Սենաարի դաշտում և ասացին. «Եկեք մեզ համար քաղաք և աշտարակ կառուցենք, որի գագաթը հասնի երկնքին, և մեզ համար անուն ստեղծենք, որպեսզի չցրվենք ամբողջ երկրի վրա»։ Բաբելոնի աշտարակը, դա մարդկային հպարտության հուշարձանն էր, դա Նոյի ուխտի մերժումն էր։ Աստված ասաց. «Լցրեք երկիրը», բայց նրանք ուզում էին մնալ միասին, իրենց սեփական փառքի համար, նրանք ուզում էին հասնել երկինք առանց Աստծո։ Այս խոսքերը լսելիս Աշոտը սառեց, նա հասկացավ, որ Տեր Հովհաննեսի հայտնությունը ոչ թե պարզապես մի գեղեցիկ աստվածաբանական միտք էր, այլ գործողության կոչ, և այդ գործողությունը սկսվում էր հենց հիմա։ Եկեղեցական համայնքի արձագանքը այդ հայտնությանը պետք է լիներ կամ Բաբելոնի աշտարակի կառուցում, կամ նոր տապանի, երրորդ ճանապարհ չկար։ Երբ Տեր Հովհաննեսը իր հայտնությունը ներկայացրեց վեհափարին և ավագ հոգևորականներին, սենյակում տիրեց սառը լռություն։ Տեր Գրիգորը, որը մի քանի րոպե առաջ պահանջում էր խիստ պատիժ, այժմ նստած էր քարացած, նրա դեմքին զայրույթը փոխարինվել էր խորը շփոթմունքով։ Տեր Մեսրոպը անընդհատ շփում էր ճակատը, կարծես փորձում էր մարսել լսածը։ Նրանք բոլորը նայում էին Տեր Հովհաննեսին, բայց տեսնում էին ոչ թե իրենց կրտսեր եղբորը, այլ մի մարդու, ով խոսում էր անսպասելի, գրեթե վտանգավոր համարձակությամբ։ «Դու ինչ ես առաջարկում, Հովհաննես», վերջապես խախտեց լռությունը Տեր Գրիգորը, և նրա ձայնում հնչում էր թերահավատություն, «որ մենք երկխոսության մեջ մտնենք այս սրբապիղծների հետ, որ մենք ընդունենք, թե նրանց անհավատությունը Աստծո նոր հայտնությունն է, սա խելագարություն է, սա կործանում է այն ամենը, ինչին մենք հավատացել ենք։ Ինչ կասեն հավատացյալները։ Նրանք կասեն, որ մենք թուլացել ենք, որ մենք դավաճանում ենք մեր սրբություններին»։ Բայց հետո տեղի ունեցավ անհավանականը։ Վեհափար Հայրապետը, ով մինչ այդ լուռ լսում էր, փակելով աչքերը, բացեց դրանք։ Նրա հայացքը պարզ էր և խորը, նա նայեց ոչ թե Տեր Գրիգորին, այլ ուղիղ Տեր Հովհաննեսին։ «Իսկ ինչ կասի Աստված, եղբայր Գրիգոր», հարցրեց նա հանգիստ, բայց նրա ձայնը կտրեց օդը սրի պես։ «Մենք այնքան ենք մտածում, թե ինչ կասեն մարդիկ, որ մոռացել ենք լսել, թե ինչ է ասում Աստված։ Հովհաննեսի խոսքերի մեջ ճշմարտություն կա։ Միգուցե մենք իսկապես կառուցում ենք մեր սեփական Բաբելոնի աշտարակը, մեր ավանդույթներից, մեր կանոններից, մեր հպարտությունից։ Եվ միգուցե Աստված ուղարկել է այս երիտասարդներին խառնելու մեր լեզուները, որպեսզի մենք վերջապես սկսենք խոսել սիրո լեզվով»։ Այդ պահին ամբողջ սենյակը սառեց։ Եկեղեցական հարաբերությունները սկսեցին վերանայվել հենց այդ վայրկյանին։ Տեր Հովհաննեսը անսպասելիորեն դաշնակից գտավ հենց ամենաբարձր ատյանում։ Տեր Գրիգորը, ընդհակառակը, հայտնվեց մեկուսացման մեջ։ Նա չէր կարողանում ընդունել այս նոր իրականությունը։ Նրա համար սա ավանդույթների դավաճանություն էր։ Նա դարձավ հակառակորդ։ Տեր Մեսրոպը տատանվում էր, նա հասկանում էր երկու կողմերին էլ, բայց վախենում էր հետևանքներից։ Հայտնությունը ոչ թե լուծեց հակամարտությունը, այլ ավելի խորացրեց այն, տեղափոխելով այն նոր, ավելի վտանգավոր մակարդակ։ Այժմ պայքարը գնում էր ոչ թե երիտասարդների դեմ, այլ եկեղեցու ներսում, հանուն եկեղեցու ապագայի։ Տեր Հովհաննեսը հասկացավ, որ իր առջև դրված է աներևակայելի բարդ խնդիր։ Նա պետք է կառուցեր այդ նոր տապանը։ Բայց նրա թիմի անդամները վիճում էին միմյանց հետ։ Նա պետք է կամուրջ դառնար սերունդների միջև, բայց այդ կամրջի հենասյուները սասանվում էին։ Նա դուրս եկավ սենյակից և գնաց փնտրելու Աշոտին։ Նա գտավ նրան տաճարի բակում, նստած մի հին խաչքարի մոտ։ Աշոտը գլուխը կախել էր։ «Աշոտ», մոտեցավ Տեր Հովհաննեսը, «ես գիտեմ, որ դու շփոթված ես, ես էլ, բայց հիմա մենք գործ ունենք անելու։ Մենք պետք է գտնենք այդ երիտասարդներին, ոչ թե դատապարտելու, այլ լսելու համար»։ Աշոտը բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերում վախ կար, բայց նաև հույսի մի փոքրիկ կայծ։ Նա հասկացավ, որ իր հոգևոր հայրը ոչ միայն հասկացել է իրեն, այլև պատրաստ է իր հետ միասին քայլել այս անհայտ ճանապարհով։ Նրանք դեռ չգիտեին, թե ինչպես են դա անելու, նրանք չգիտեին, թե ինչպես կհաղթահարեն Տեր Գրիգորի դիմադրությունը և հասարակության ճնշումը, բայց նրանք գիտեին, որ պետք է սկսեն, և դա արդեն շատ բան էր, դա նոր տապանի առաջին տախտակն էր։ Ոգեշնչված իր հայտնությունից և վեհափարի անսպասելի աջակցությունից, Տեր Հովհաննեսը այլևս չէր տատանվում։ Նա անցավ մտորումներից վճռական գործողությունների։ Նա հասկանում էր, որ սա պայքար է ոչ թե մարդկանց, այլ մտածելակերպի դեմ, պայքար հանուն եկեղեցու կենդանի ոգու, ընդդեմ նրա քարացած ձևերի։ Նրա առաջին քայլը ոչ թե երիտասարդներին դատապարտելն էր, այլ նրանց հասկանալու փորձը։
Աշոտի օգնությամբ, ով իր կապերն ուներ երիտասարդական շրջանակներում, նրանք գտան Լևոնին, տեսանյութի գլխավոր հեղինակին։ Հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե եկեղեցում, այլ Երևանի կենտրոնում գտնվող մի սրճարանում, աշխարհիկ աղմկոտ միջավայրում, որտեղ Տեր Հովհաննեսի սև սքեմը կտրուկ հակադրվում էր շուրջը տիրող եռուզերին։ Լևոնը եկել էր ոչ թե մենակ, այլ իր ընկերների հետ։ Նրանք լարված էին, պաշտոնավորական, պատրաստ հարձակման։ Նրանք սպասում էին մեղադրանքների, նախատինքների, բարոյախոսության, բայց Տեր Հովհաննեսը սկսեց ոչ թե մեղադրանքից, այլ հարցից։ «Օգնեցեք ինձ հասկանալ», ասաց նա հանգիստ, եւ նրա ձայնում չկար զայրույթի նշույլ։ «Ինչու վարեցիք դա, ինչ էիք ուզում ասել»։ Այս անսպասելի մոտեցումը զինաթափեց երիտասարդներին, սկզբում նրանք խուսափողական էին պատասխանում, բայց հետո… Տեսնելով վարդապետի անկեղծ հետաքրքրությունը, սկսեցին խոսել։ Եվ նրանց խոսքերից բացվեց մի աշխարհ, որը Տեր Հովհաննեսը միայն կռահում էր։ Աշխարհ լի հիասթափությամբ, օտարվածությամբ և զայրույթով։ Նրանք խոսում էին եկեղեցու մասին, որպես մի փակ, անհասկանալի կառույցի, որը խոսում է իրենց համար անհասկանալի լեզվով, պահանջում է կույր հնազանդություն և անտարբեր է իրենց խնդիրների նկատմամբ։ Նրանց արարքը ոչ թե սրբապղծություն էր, այլ ճիչ, ուշադրության ճիչ։ «Դուք խոսում եք Նոյի տապանի մասին», ասաց Լևոնը, և նրա ձայնում հնչում էր դառնություն։ «Բայց ձեր եկեղեցին ինքն է դարձել փակ տապան, որի դռները դուք փակել եք մեր առջև։ Դուք փրկում եք ձեր ավանդույթները, բայց մեզ թողնում եք դրսում, ջրհեղեղի մեջ»։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Տեր Հովհաննեսը հասկացավ, որ իր հայտնությունը ճիշտ էր։ Այս երիտասարդները ոչ թե թշնամիներ էին, այլ կորած ոչխարներ, որոնց հովիվը պետք է փնտրեր և գտներ։ Նա հասկացավ, որ իրական պայքարը պետք է մղվի ոչ թե նրանց դեմ, այլ եկեղեցուն ներսում գտնվող այն պատերի դեմ, որոնք բաժանում են մարդկանց Աստծուց։ Նրա հաջորդ քայլը էլ ավելի համարձակ էր։ Նա եկեղեցական խորհրդի նիստում պաշտոնապես առաջարկեց հրավիրել Լևոնին և նրա ընկերներին բաց քննարկման։ Այդ առաջարկը պայթած ռումբի էֆեկտ ունեցավ։ Տեր Գրիգորը պոռթկաց. «Դու գիտակցում ես, թե ինչ ես առաջարկում, Հովհաննես։ Դու ուզում ես սրբապիղծներին բերել մեր սրբության սրբոցը։ Դու ուզում ես նրանց հարթակ տալ, որպեսզի նրանք շարունակեն իրենց կեղտոտ գործը։ Սա դավաճանություն է։ Ես երբեք թույլ չեմ տա դա»։ Սկսվեց ուղղակի անողոք հակամարտություն։ Տեր Հովհաննեսը հայտնվեց երկու կրակի արանքում։ Մի կողմից երիտասարդների անվստահությունը, մյուս կողմից ավագ սերնդի կատաղի դիմադրությունը։ Նա պայքարում էր հանուն արդարության և հասկացողության, բայց նրա յուրաքանչյուր քայլը հանդիպում էր անհասկացողության և մեղադրանքների պատին։ Նա փորձում էր կառուցել կամուրջ, բայց երկու կողմերն էլ փորձում էին քանդել այն։ Լարվածությունը հասավ իր գագաթնակետին, երբ Տեր Գրիգորը, օգտագործելով իր ազդեցությունը, կազմակերպեց մի խումբ պահպանողական հավատացյալների բողոքի ակցիա ընդդեմ Տեր Հովհաննեսի նորարարությունների։ Նրանք կանգնած էին Մայր տաճարի դիմաց, պաստառներով, որոնց վրա գրված էր. «Պաշտպանենք մեր սրբությունները, ոչ սրբապիղծների հետ երկխոսությանը»։ Տեր Հովհաննեսը նայում էր նրանց պատուհանից։ Նա տեսնում էր նրանց դեմքերի զայրույթը, և նրա սիրտը կծկվում էր ցավից։ Նա մենակ էր։ Նույնիսկ վեհափառը, որը սկզբում աջակցում էր նրան, այժմ լռում էր, չցանկանալով խորացնել պառակտումը եկեղեցու ներսում։ Թվում էր, թե ամեն ինչ կորած է։ Թվում էր, թե Տեր Գրիգորը հաղթել է։ Բայց նրանք չգիտեին մի բան։ Նրանք չգիտեին, որ Տեր Հովհաննեսի և Լևոնի առաջին հանդիպումը գաղտնի տեսագրվել էր Աշոտի կողմից։ Եվ այդ տեսանյութը, որտեղ վարդապետը խոսում էր ոչ թե դատաստանի, այլ սիրո և հասկացողության լեզվով, արդեն պատրաստ էր հայտնվել համացանցում։ Դա լինելու էր մի քայլ, որը կամ վերջնականապես կկործաներ Տեր Հովհաննեսին, կամ կփոխեր խաղի բոլոր կանոնները։ Այն պահին, երբ Աշոտը սեղմեց հրապարակել կոճակը, թվում էր, թե ժամանակը կանգ առավ։ Տեսանյութը, Տեր Հովհաննեսի և Լևոնի զրույցի 15 րոպեանոց անկեղծ, չմոնտաժված տարբերակը տարածվեց համացանցի անհուն օվկիանոսում, որպես մի փոքրիկ փխրուն նավակ ուղարկված ուղիղ փոթորքի սիրտը։ Գագաթնակետը այլևս եկեղեցու պատերի ներսում չէր, այն տեղափոխվել էր վիրտուալ տիրույթ, որտեղ յուրաքանչյուր լայք, յուրաքանչյուր ռեփոստ և յուրաքանչյուր մեկնաբանություն դառնում էր զենք այս հոգևոր պատերազմում։
Առաջին ժամերին տիրում էր լարված լռություն, կարծես բոլորը շունչները պահած սպասում էին, թե ում կողմը կթեքվեն նժարները, իսկ հետո պարզապես պայթեց։ Բախումը տեղի ունեցավ ոչ թե ֆիզիկական, այլ գաղափարական դաշտում։ Տեր Գրիգորի կողմնակիցները զինված աստվածաշնչյան մեջբերումներով դատաստանի եւ պատժի մասին հեղեղեցին համացանցը զայրացած մեկնաբանություններով, մեղադրելով Տեր Հովհաննեսին լիբերալիզմի, ավանդույթները դավաճանելու եւ սրբապիղծներին գուրգուրելու մեջ։ Նրանք ստեղծեցին #պաշտպանենք եկեղեցին, որը արագորեն դարձավ վիրուսային։ Մյուս կողմից հազարավոր մարդիկ, հատկապես երիտասարդներ, ովքեր մինչ այդ անտարբեր էին եկեղեցու նկատմամբ, ցնցված էին Տեր Հովհաննեսի խոսքերից։ Նրանք առաջին անգամ տեսան ոչ թե դատող, այլ լսող հոգևորականի, ոչ թե պաշտոնյայի, այլ հոր։ Նրանք սկսեցին կիսվել տեսանյութով, գրելով. «Ահա այն եկեղեցին, որին ես կհավատայի»։ Եկեղեցու պատիվը, որը թվում էր թե ոտնահարված է, հանկարծ սկսեց վերականգնվել ամենաանսպասելի տեղից։ Վճռորոշ պահը եկավ, երբ Լևոնը, ով մինչ այդ լուռ հետևում էր իրադարձություններին, ուղիղ եկեր մտավ։ Նրա դեմքին այլևս չկար ամբարտավան ժպիտ։ Նա հուզված էր, եւ նրա ձայնը դողում էր։ «Ես ուզում եմ ներողություն խնդրել», ասաց նա։ «Ոչ թե այն պատճառով, որ վախենում եմ պատժից, այլ որովհետև ես սխալ էի։ Ես ծաղրում էի մի բան, որը չէի հասկանում։ Տեր Հովհաննեսը ինձ ցույց տվեց, որ հավատքը ոչ թե կանոնների ժողովածու է, այլ սիրտ, եւ ես ուզում եմ գտնել այդ սիրտը»։ Այդ խոսքերը փոխեցին ամեն ինչ։ Տեր Գրիգորի փաստարկները փլուզվեցին։ Նա այլևս չէր կարող խոսել սրբապիղծների մասին, երբ նրանցից մեկը հրապարակայնորեն ապաշխարում էր։ Հասարակական կարծիքը վերջնականապես թեքվեց Տեր Հովհաննեսի կողմը։ Վեհափար հայրապետը, տեսնելով այս անսպասելի շրջադարձը, կանչեց բոլորին արտահերթ ժողովի։ Այդ ժողովը ոչ թե դատաստան էր, այլ հաշտեցում։ Տեր Գրիգորը, թեև դեռևս համոզված իր ճշմարտացիության մեջ, հասկացավ, որ պարտվել է։ Նա լուռ էր։ Տեր Հովհաննեսը ոչ թե հաղթողի դիրքից խոսեց, այլ առաջարկեց ստեղծել նոր հանձնաժողով, եկեղեցին եւ երիտասարդությունը անունով, որի համանախագահներ կլինեին ինքը եւ Տեր Գրիգորը։ Դա իմաստուն եւ ներողամիտ քայլ էր, որը թույլ տվեց Տեր Գրիգորին պահպանել իր դեմքը եւ միևնույն ժամանակ ներգրավել նրան նոր գործընթացի մեջ։ Եկեղեցու ներսում սկսվեց բուժման դանդաղ եւ ցավոտ գործընթաց։ Աշոտը, ով այս ամբողջ ընթացքում իր հոգևոր հոր կողքին էր, զգաց, որ իր կասկածները փարատվել են։ Նա տեսավ ծիածանը։ Ոչ թե երկնքում, այլ մարդկանց սրտերում, որոնք սկսել էին բացվել միմյանց առաջ։ Նա հասկացավ, որ նոր ուխտը ոչ թե Աստծո եւ մարդու միջև է, այլ մարդու եւ մարդու, Աստծո անունով։ Ամիսներ անցան, եկեղեցու կյանքում շատ բան փոխվեց։ Եկեղեցին եւ երիտասարդությունը հանձնաժողովը սկսեց ակտիվ աշխատանք տանել, կազմակերպվում էին բաց քննարկումներ, համերգներ, սոցիալական ծրագրեր։ Լևոնը եւ նրա ընկերներից շատերը դարձան այդ ծրագրերի ակտիվ մասնակիցները։ Լևոնը իր բլոգերական տաղանդը սկսեց օգտագործել, լուսաբանելու եկեղեցու կյանքը երիտասարդների համար հասկանալի եւ հետաքրքիր լեզվով։ Նա դարձավ այն կամուրջը, որի մասին երազում էր Տեր Հովհաննեսը։ Տեր Գրիգորը, թեև դժկամությամբ, բայց սկսեց ընդունել փոփոխությունները, երբ տեսավ դրանց դրական պտուղները։ Նրա եւ Տեր Հովհաննեսի միջև հարաբերությունները մնացին բարդ, բայց հարգալից։ Նրանք դարձան նոր տապանի երկու տարբեր, բայց անհրաժեշտ թևերը։ Մի օր, երբ Տեր Հովհաննեսը եւ Աշոտը կրկին կանգնած էին խորանի առաջ, նրանց մոտեցավ Լևոնը։ Նա երկար նայեց Նոյան տապանի մասունքին, ապա շրջվեց դեպի նրանք։ «Հայր Սուրբ», ասաց նա, «կարող եմ մի բան խնդրել, ես ուզում եմ մկրտվել»։ Տեր Հովհաննեսի աչքերը լցվեցին արդյունքներով։ Նա գիտեր, որ սա միայն սկիզբն է, ճանապարհը երկար էր ու դժվարին, բայց նոր տապանը արդեն կառուցված էր, եւ նրա դռները բաց էին բոլորի համար։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ հավատքը ոչ թե անցյալի մասունք է, այլ կենդանի, շնչող ուժ, որը կարող է փոխել աշխարհը։ Այն մեզ հիշեցնում է, որ ամենամեծ ջրհեղեղներից հետո միշտ հայտնվում է ծիածան, եթե մենք համարձակություն ունենանք բացելու մեր սրտերը։ Հիմա ուզում եմ դիմել ձեզ, սիրելի բարեկամներ։ Իսկ դուք ինչ կանեիք այս իրավիճակում։ Կլինեիք Տեր Գրիգորի պահպանողական թևում, թե կմիանայիք Տեր Հովհաննեսի համարձակ նախաձեռնությանը։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։ Եկեք միասին քննարկենք, թե ինչպիսին պետք է լինի մեր եկեղեցին այսօր։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։